Սիրելի գործընկերներ, անկեղծ ասած, այս 3 րոպեն ես չնախապատրաստեցի նախապես, բայց ներկա լինելով այսօր առավոտյան օրակարգի հաստատման թատերականացված ներկայացմանը հասկացա, որ շատ լավ բան է կատարվում այսօր մեր երկրում։ Այսինքն սահմանադրական փոփոխությունների կողմնակից է Հայաստանի խորհրդարանական ուժերի ճնշող մեծամասնությունը։ Սահմանադրական փոփոխությունների կողմնակից է Հայաստանի քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը։ Եվ միայն 2-3 անուն, ոչ քաղաքական ուժ, անուն, որովհետև ես լուրջ կասկածներ ունեմ, թե այդ անունների ետևում քանիսն է կանգնած, միայն 2-3 անուն, որոշակի պատվերի, որոշակի հանձնարարության, որոշակի նպատակով այստեղ կեսօրին փորձեցին ներկայացում սարքել։ Բարեբախտաբար չհաջողվեց, բայց ուզում եմ զգուշացնել, որ բոլոր այս կարգի թատրոնները համարժեք գնահատական պիտի ստանան եւ ուզում եմ հորդորել բացասական էներգետիկան թողնել դրսում։ 3 տարի ասում եմ այս մասին, հիմա նորից կրկնում եմ, եկեք մասնակցեք քննարկումներին, ասեք ինչին եք կողմ, ինչին եք դեմ։ Այնպիսի տպավորություն ստացա, որ այսօրվա գործող սահմանադրությամբ դեմ քաղաքական ուժերը հիացած են եւ այստեղ հռետորիկ հարցեր են տալիս, արդյոք գործող սահմանադրությունն է խանգարում եւ թվարկում են այն խնդիրները, այո, որոնք կան մեր երկրում։ Բայց դրա խորքում, այսպիսի հռետորաբանության խորքում մենք բոլորս գիտենք, թե ինչ մտայնություն կա։ Այսինքն որոշ կուսակցությունների ղեկավարներ, որոնց մանկության կապույտ երազանքն է եղել դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ, հասկանում են, որ փոփոխված սահմանադրությամբ չեն կարող դառնալ այն նախագահան, որը այսօր գործող սահմանադրությամբ կա, այսինքն այն լիազորություններով, այն հնարավորություններով, այն չեմ ուզում այլ բառ ասել, դրանցով։ Հիմա այդ սրտացավությունը գալիս է ոչ թե նրանից, որ իրենք դեմ են այս փոփոխություններին, այդ անհանգստությունը, մտահոգությունը գալիս է նրանից, որ հասկանում են, որ որոշ գործիչների կենսագրության մեջ դրվում է վերջակետ։ Այս վերջակետն է անհանգստացնում։ Ես կրկնում եմ կոչս եւ խնդրում եմ, եկեք եւ միացեք։ Մի բան պիտի արագ ասեմ։ Հարց է հնչեցում, արդյոք Սերժ Սարգսյանը տեսականորեն իսկ ինչու չի կարող։ Իսկ ինչու չի կարող, որ մեկը տեք Սերժ Սարգսյանից ավելի լավը, մի հատ նայեք կենսագրությունը, Ղարաբաղից սկսած Հայաստանով վերջացրած, ինչու պիտի այդպիսի հարուստ կենսագրություն ունեցող պետական քաղաքական գործիչը իր պաշտոնավարումից հետո գնա նստի իրենց տանը։ Մենք տեսել ենք իհարկե, որ նման բաներ անում են, բայց ես կարծում եմ, որևէ պաշտոնում Սերժ Սարգսյանի դերակատարությունը շատ կարևոր է Հայաստանի հետագայի համար։ Եվ դրանից ոչ թե պետք է վախենալ, ես հասկանում եմ ինչու եմ վախենում, սուբյեկտիվիզմ հասկանում եմ, պիտի ուղղակի հպարտանալ։ Եվ այստեղ հռետորական հարցեր ուղղակի մի հնչեցրեք, եկեք քննարկեք, առաջարկներ արեք, չեք կարող անել, տատս ասում էր մի ոչը 1000 ցավից փրկում է, հիմա դուք ոչ եք ասում, ոչ մի բան չեք անում։ Այսինքն դուք նկատի ունեմ, դուք թքած ունեք, սահմանադրություն կփոխեն, թե չէ, դուք ձեր շուրջը մի հատ աուրա եք ստեղծել բացասական, ինքներդ ձեզնով հիանում եք, թարգ տվեք, եկեք գործ արեք, շնորհակալություն։